Ոնց է մեկնարկել 5 շաբթին հրեշտակների քաղաքում։ Արևոտ ամեկնարկել։ Մարդ ուղղակի ուզում է ապրիլիա թոք։ Ասում ուզում եմ այնպես գքվել մեկին, ուզում եմ մեկին քնքշորեն սիրել։ Մեր բոլոր պոետները մեկին քնքշորեն սիրել։ Դե այ քեզ բան ով չի ուզում։ Էնել քնքշորեն, էնել ուզում եմ մեկին քնքշորեն սիրել։ Էնել այդ թվերին։ Բայց դա որ մտածես չէ, սերը երբի ձևափոխվել է, չէ, ժամանակի հետ, ասենք ոնց կարող է այսօրվա սերը, ասենք միջին դարերի, ասենք 13-րդ դարում նույնն ա եղել ոնց որ այսօր սերը։ Ես այնքան վստահ եմ, որ սերը միակ զգացումն է, որ անփոփոխ է մնացել։ Որտեղ սերը ոնց փոխվի։ Դե այդ դեպքում պետք է ուրեմն ասես, քարանձավում ես ուզեցել գքվել մեկին։ Քարանձավից դուրսել ես ուզեցել գքվել։ Ոչ կյանքը գքվելու մասին։ Այդ ասերը քո պատկերացման, բա։ Դե քնքշորեն իրոք եկեք Դոմպիկը սիրո հետ չխառնենք, էլի։ Չէ, գքվելը, ես ուրիշ բան չեմ ասել, այսինքն գքվել ախր գքվելը առաջի քայլերն ա դրա, որ դե չգիտեմ։ Հետո ցանկացած զգացմունք ոնց կարող է էվոլյուցիա չապրել այսօր հարյուրավոր տարիների ընթացքում։ Նույն ձևի ոնց կարելի է սիրել անընդհատ։ Բա պոետներ ինչի համար են։ Հասկանում եմ։ Չէ, ես հասկանում եմ այդ բանը ֆիզիկական ակտը եղել։ Իդեպ անցյալ օրը դոկումենտալ էին նայում, ես շատ եմ սիրում այդ քարանձավի ժամանակվա մարդկանց մասին։ Ուրեմն պարզվում է, որ ուրեմն նախ դե իմ կիննակոկիննա չկար տենց հասկացողություն։ Այդ քարանձավը սպասի քանի որ ուրեմն դե բնական է ասենք մի կինը մի քանի տղամարդու հետ էր ինչպես ասենք գկվում որը ոչ միայն նորմալ էր համարվում ավելին ուրեմն իրենք այդ ժամանակ կարծում էին որ մի քանի տղամարդ հա պետք երեխա ունենալու համար լուրջ եմ ասում։ Լավ այդքան բան հասկացել են, բայց գոնե դա չես կարող։ Այդ հետո է սկսել, չէ, իմն է, քոնն է այդ պատմությունները։ Եվ ասում է, բանով էվոլյուցիայի իմաստով ասում է, դա շատ օգտակար էր, որտեղ մի երեխան մի քանի հայր ուներ պաշտոնական։ Ու բոլորն էլ այդ երեխուն նայում են։ Ասենք 4-5 հոգի գկվել է, չէ, 4-5 հոգին էլ հայրն են համարում։ Պաշտպանության առումով, որ այո, կերակրելն է, պաշտպանություն, մի պապայի տեղը 4 հատ պապա։ Պապաներից կասեմ այդ կոչումը։ Ես քո պապաները, պապաներին կասեմ, հա, այդ ում երեխուն ես բան ասե։ Կա բանը շան տղան, չէ, պետք է ասես շների տղա բան, տենց հետաքրքիր, իսկ դու ասում ես նույնն է։ Չէ, ես ավելի շատ այդ սիրո զգացմունքի մասին էի խոսում, որ իմ կարծիքով զգացմունքը նույնն է։ Ես հասկանում եմ, հա։ Զգացմունքը։ Այսինքն ինչ ա եղել այդ մեկը այդ քարանձավի մոտ գիշերը նստել է արցունքները աչքին ու քարի վրա քանդակել է, ես ուզում եմ մեկին։ Հա։ Ճորտես մի բան ա եղել եւ այդ Առավոտ զարթում են, այ մարդ գնա որսի բան չի։ Քարանձավի մոտ սպասում ա ժամերով, ինչ որ որս է անում, ավարի լավագույն կտորը տանում է։ Այն բդերը եղնիկի սենց սպոզերը։ Արկերը արևս կեր։ Այն մորթին գցում ա ուսերին որ չմրսի։ Գիշերը, չէ։ Բավոց, գնում ա կրակնա վառում այդ կնոջ։ Չէ, այդ ժամանակ որ ես ասում հələ չէին կարողանում կրակ վառել։ Դրա համար հերթապահուն էին, որ կրակի մոտ նստում էր ամբողջ գիշեր։ Քիչ կերակրում որ կրակը չանդով առավոտ էլան կրակ չկա, վсё։ Մեկը պիտի սպասեին, որ կայծակը խփեր։ Միտեղ բան հրդեհլներ որ գնային կրակը բերին, ահավոր բան է, չէ։ Եվ ասում են, որ ամենաշատ մարդ սարքած բանը կրակն է։ Որտեղ որ կրակը կարողացան կառավարել, արդեն սկսեցին միսը եփել։ Եվ ինչն է հետաքրքիր այն մարդ, մեզ միշտ թվում է որ հումը ամեն ինչ ավելի լավ է։ Պարզվում է, երբ որ հում միս ենք ուտում, այդ մսի կալորիաների մեծ մասը կորցնում ենք, չենք կա, բայց երբ որ եփվում է միսը, այդ ամբողջ կալորիաները ստանում ենք ու դրանից սկսել է մեր ուղեղը պրոտեինից զարգանալ, որ մենք, այսպես ասենք,
գկվող մարդ ենք դարձել էլի։ Հասկացանք, եկանք հասանք այս կետին։ Դե ինչ ընկերները, այսպիսի մեկնարկ եղավ այսօր, բարի լույս եւս մեկ անգամ։ Մեր զրույցները շատ անկանխատեսելի զարգացումներ են ունենում երբեմն։ Մենք ոչ պայմանավորվում ենք, ոչ բան, նայած որ ինչ կբեք։ Ինչ պայմանավորվելու։ Ամերիկայում դարիա։ Ես քանի որ այս գիշեր-ցերեկ վիճակները ինձ մոտ որևէ ձև չի հաղթահարվում, ես ռադիոլսողների հետ մի 4 ժամ խոսում եմ արդեն, բարբերաբար միանում եմ, բան առավոտվա 4-ից, բարձում է լսողներ, պատկերացնես ժամը 3:30-4-ին լսողներ ունենք, բավականին նենց վաղ առավոտյան արթնացող, ինչը նոր բացահայտում էր ինձ համար, անգամ զանգ ստացա ռադիոլսողներից մեկից, այն երիտասարդի մասին էի պատմում լսողներին, հիմա էլ ասենք 14 տարեկան հիշում եք, երեք ասացինք, որ կորել էր, այսօր բացահայտեցին Գառնի գյուղում էր այդ երեխեն, եւ բարձվում է նա Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեվոր ոնց է կոչվում այդ հոգեվորական դարձ են ասում, հիմա նամակ է գրել, որ ինքը փախնում է այս ամեն ինչից, փախնում է աշխարհի կյանքից, հրաժարվում է աշխարհի կյանքից եւ ցանկանում է դառնալ ճգնավոր։ Հիմա իհարկե դեռ մասնագիտական գնահատական չի հնչել այս ապակարգը։ Ես չեսնեմ ոչ մասնագիտական գնահատական։ Միանք հենց ես երկու տող կար, ինձ թվում է խելքը կերել է մեկը, խելքը կերել է։ Որտեւ այդ տարիքի երեխան դա իմ կարծիքն է։ Հա, իսկ ես կարծում եմ գուցե այդ հասունացման ճգնաժամի մեջ է ու մանավանդ որ հոգեվորականի այդ վիճակների մեջ է, գուցե այտենց ինչ որ ձևակերպում։ Ես վախենում եմ, որ անգամ սեռական ընդ բռնության բանի հարց բացվի, չգիտեմ, 14 տարեկան երեխան այդպիսի, չգիտեմ, էլի այդ ինչ երեխա պիտի լինի, որ կարողանա նման եզրահանգման գալ իր ամբողջ կյանքի եւ այլն։ Ես հիշում եմ այդ տարիքում ես շաբաթը երկու անգամ տնից փախնում էի, այն բանը որ լուրջ է ոսում։ Էլ երբեք չեմ վերադառնալու, այդ մեր փողոցում Շամյանը որ ապրում էինք, այդ մի քիչ ենկով մի հատ ստոլբա կար ու վրան լույս էր։ Գնում էի այնտեղ այդ լույսի տակ, դե գիշեր ամութ է եւ այլն, այնց կանգնում հետ ու գլուխս կակ հետ գալիս էի տուն։ Դրա ծերուել չես, որից մա կատվի վասկը մինչև մարակնա, չէ։ Դե հետո մի քանի շաբաթ հետո էլի նեղվում էի, բան, գալիս էի այդ բանի, հիմա այդ երեխաները այդ տարիքում ասում շատ տարածված է, էլի այդ ճգնաժամը, հա, որ ուզում են սուր է ստանում ամեն ինչ ավելի, քան իրականում կա, էլի։ Եվ գուցե իր մոտ է այդ վիճակը երեխայի։ Բան այն հայրիների վրա այստեղ գերում են, չէ, որ ավելի մոտիկա քան հայլու մեջ երևում է առարկաները։ Նա նույն այդ կյանքում է ավելի մոտիկա երևում, քան իրականում կա։ Աշխարհի վերջն է, բան, papan sense բան ասեց, ես ինչ Էլ չեմ ասում այդ դասարանցի աղջիկդ քո հետ չի խոսել այդ օրը, էլի եմ ապրում ես, ինչ եմ։ Եվ բանը անձնասպանությունը ջահելների մոտ ավելի շատ է, քան հասուն մարդկանց մոտ։ Ամերիկում այս 14 տարեկան պատանին Վահե Աբիկյանը, որ տնից դուրս էր եկել եւ չէր վերադարձել, որոնվում էր որպես անհետ կորած, նա Սուրբ Սարգիս եկեղեցում դպիր էր։ Հա, դպիր։ Դպիրը որն է, որ տանում բերում է երևի բաները, չէ։ Հարցնեմ ChatGPT-ին։ Դե տարիքում ուրիշ ինչ պետք է լինի։ Դպիրը գրողը չի, որ բաներ է գրում ինչ-որ։ Չգիտեմ, միգուցե եւ ով է դպիրը, հարցնում եմ ChatGPT-ին։ Ով է դպիրը։ Այ քեզ բան։ Ով է։ Չի ուզում պատասխանել։ Դպիրը հին ժամանակներում գրագետ մարդն էր, որի հիմնական զբաղմունքը գրում փաստաթղթեր կազմելն էր։ Գրչակից հիմա եկեղեցում եւս կա դպիր, նա կարևոր դեր է կատարում պետական եկեղեցական մշակութային կյանքի գրչական գործունեության մեջ։ Այսօր դպիր բառը հիմնականում օգտագործվում է պատմական գրական իմաստով, նշանակում է գրագիր, ձեռագիր արտագրող։ Ահա, արզա։ Դպիր է։ Դե տարիքում դժվար ուրիշ ինչ որ բան դա։ Հիմա այս պատանին 14 տարեկանը որ դպիր է, մեկ էլ հանկարծ խռովում է աշխարհից եւ ասում է ուզում եմ աշխարհիկ կյանքով ապրել, ճգնավոր դառնալ, հա, այստեղ մի քիչ տարօրինակ բան կա,
որը կարծում եմ որոշակի բարձաբանումներ կբերի հուսամ։ Դե հիմա հա հոկեբանի բանի հետ կհանդիպի եւ այլն բանկանեն արդեն կհասկանան թե ինչա կատարվում։ Բայց հետարքիր է որ ասում է արտագրել, չէ հիմա այս դարում ինչ արտագրել բան copy machine կա, բան կա էլի։ Սուրբ գրքերը կարծեմ տենց են անում։ Գրում են որ ծառագրով պիտի լինի, ինչ չի կարելի։ Չգիտեմ։ Այսօր ասուլիսի պես բան եղավ, ճեպազրույց եղավ լրագրողների հետ, վարչապետը զրուցեց եւ մի քանի դրվագներ կա, որ առանձնացրել են կապը։ Գիտեք, գնալով, եթե նկատել եք, գնալով ավելի համարձակ է դառնում երկրի ղեկավարը։ 8 տարի իր արտահայտությունների մեջ, մանավանդ Ռուսաստանի մյուս երկրների հարաբերություններում սկսել է ասել ինչ որ մտածում է արդեն քիչ-քիչ։ Դուր եկավ էս Բելարուսի պատմության մեջ շարունակությունը։ Լավ ասեց, չէ։ Թախից էլ կար էլի, ու իրոք ասում է, կներեք էլի ասում է։ Մենք Հայաստանը ինչ էր արել, ում ինչ էր արել, որ Լուկաշենկոն վեր կացավ տենց հայտարարություններ արեց։ Մենք ում էինք ինչ ասել։ Ու իրոք այդ արտահայտության մեջ այնքան բան կա, մենք կյանքում ոչ մեկին բան չենք ասել, ու մնաց հանկարծ շուտ հայտարարություններ ընդեղ անեինք, վայ իրանց դուրը չեկավ եւ այլն եւ այլն եւ այլն, որ ու շարունակեց ասում էին ում է պետք, հիմա երևում է ում ենք պետք ու ցույց ենք տալիս գործնականը։ Մնացածը արդեն թողնում ենք ձեր դատողությանը, ում է պետք։ Գիտեք ինչ, ախր Լուկաշենկոն այնպես ասեց այն տոնով այնքան հստակությամբ, որ այստեղ որ ես ուրիշ բան եմ ուզում ասել կամ կոնտեքստից հանածած չկա, ասեց ակամու нужна Արմենիա, ասեն, ու սենց զարմացած նայում է, էլի ինչին ապետ Հայաստանը։ Ակամու դունեցի Արմենիա։ Շատ վատ։ Արմյանի թե Արմենիա։ Да кому нужны эти армяне? Չէ, ինքը ասեց այդ լրագրողին է ասում, объясни, пожалуйста, кому нужна Армения, հետո да кому нужны эти армяне, երկու համ հայերը, համ Հայաստանը։ Այդ ասելու բան, չէր անելու բան։ Ինքը, որտեվ ինքը բան է, էլի շատ ոչ հեռատես, չեմ ուզում հիմար ասել, բայց մոտենում է հիմարին արդեն, էլի։ Այդ բանը շատ լավ է նկարագրում, ասում է խելքուներ ասում է բայց միայն այնքան որ հասկանար օրինակ որ ասում ապակյով քիթը սրբել չի կարելի էլի հա այդքան խելքույն մա այդ Լուկաշենկոն Չեռնիշևսկին իդե բանի մեջ շտոձելի մեջ կա հանճարեղ նախադասում դեն անխել չես ասի բայց խելքուներ բայց այնքան որ հասկանար որ ապակյով քիթը չես սրբի հիմա այս Լուկաշենկոն այդ տարբերակներից է ու վարկյանի տակ աչքերն էլ որ նայում ես այս մարդը անալիտիկ մտածելակերպ դες մանր չունի հա Ինչ այն ժամանակ իսկապես Հայաստանի ու մտքով պետք է անցներ ինչ լինի, բայց լավ էլ պատասխան է, չէ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը պետք է վարչապետն ասում, Չինաստանին, Միացյալ Նահանգներին, Եվրոմիությանը, Իրանին, Վրաստանին, Ֆրանսիային, Լեհաստանին, Գերմանիային, Մեծ Բրիտանիային եւ այլ բոլոր գործընկերներին, էլ Հայաստանի Հանրապետությունն է պետք, շեշտել է պարոն Փաշինյանը։ Այս նկատել ես մեր մամուլում Ռաֆայել երկու բառ կա, որ հաճախ ավելի հաճախ քան կուզենայի օգտագործում են շեշտել է նշել է շեշտել է հերիք այլի է ասել է մարդը ոչ ոնց է բանը վեր ասել է ու տակը գիծակ ասել որ շեշտել է ասել է խոսել է այդպես է շատ են մեկը մեկից բան անելով շեշտել է նշել է մի տեսակ կարևորում են էլի այդ քայլով ոնց որ դե բայց եթե ասել է ուրիշ է հնչում բայց եթե շեշտել է մի տեսակ Բայց իրականություն էլ կա, հա, բայց շեշտել ասեն, ես շեշտում եմ, որ այդ կլինի շեշտելն է։ Լավ, միան զավեշտալի պատմություն ուրախ ավարտով, լավ, կովը ընկել էր ջրանցքը այսօր։ Տեսա նկար, տեսա, խեղճ կենթանին այն։ Կենթանի դոկելի ու մտքով կանցնի։ Այս խեղճ կենթանին ընկել էր Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնահասանգ էր ստացվել, որ Ախուրյան բնակավայրում խոշոր եղջերավոր կենթանին ընկել է ջրատարը, դեպքի վայր մեկնել են փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատի հաշվարկը եւ խոշոր եղջերավոր անասունին դուրս են բերել ոռոգման ջրատարից, ոնց էր ընկել, ինչ չի մանրամասնում, այստեղ նկարներ էլ կար, խեղճ հայվանը իրոք գնացե երևի տենց կամ ծառավել է հաշվի առնելով թե ինչ շոկ եղան ով իմանա մտքովն ինչ է անցել խեղճ կենթանում կարող է ուզում այնքն էլ ուզում քնքշորեն մեկին սիրել չգիտես էլի կամ սիրվել մեկի կողմից էլի լավ նորություն ունենք
նայ ոնց են 2026 թվականի լույսի 28-ին ժամը 12:20-ի սահմաններում բլա բնապահության եւ ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնում ահազանգ ստացվել Մարտունի քաղաքացիին էս է եղած տեսչական այս էլ հանվել պարզել են որ Մարտունի գետապ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում ՎՎ նկատել է կարմիր ՎՎ-ն Դե ջանունը չեն տալի լավ բան արել ման նկատել է կարմիր գրքում գրանցված Անդրկովկասյան Գորշ արչի մոտ 4 ամսական կոթոտ, որը հայտնվել էր 6-7 շների հարձակման վտանգի տակ։ Այս շները ատում են արջերին, ատում են, հոտը որ առան գժվում են։ Ուրեմն ես ասեմ, ես հիշեցի այս դեպքի հետ կապ։ Լավ, քաղաքը հաջողվել է կանխել կենթանու սպառնացող վտանգը, արջի կոթոտին տեղափոխել են հարակից օժանդակ, հետո եկել տարել են եւ այլն եւ այլն։ Ուրեմն այս Սուրեն Քերրիս Բուրսալյանը, որ Սիբիրում 10 տարի տվեցին որպես 17 տարեկանում պատկերացնում եք որպես Ֆրանսիայի բան լրտես, որտեղ ֆրանսերեն գիտեր, Բեյրութում քոլեջ էր ավարտել ֆրանսիական, Սիբիր ուղարկեցին, բայց Ստալինը մահացավ, 7 տարի էր նստել, մահացավ, արդարացրին ուղարկեցին։ Ինքը պատմում էր, ասում է, մի հատ ռուս տղաքար, ասում է, ինչի համար էր նստել, ուրեմն որսորդ է այս տղան Արչա խփում, այդ իրանց գյուղաքաղաքում ինչ ու բռնում է այդ արչի յուղը մի կտոր, քսում է Լենինի արձանի ոտերին։ Ասում է առավոտ ինչքան այդ ռայոնում շուն կա, կանգնած հաճում են Լենինի վրա։ Լավ ամտածել։ Բայց տեսրանք էլ շնով հոտա բանով գալի տնից ուրի կարող խեղճից 10 որպես քաղաքական բան է անցագործել։ Ինչ մտածել որ տես բան կարա։ Դա դե որսոր թաշուն ունի, ման գիտի այդ մոմենտները թե ոնց են վերաբերում շները արջին։ Հետաքրքիր է, հետաքրքիր։ Եվ այդ նկարն էլ նայում ես հրաշք արջուկի, sense ֆանտաստիկ մի հատ արած։ Ինչ մռութուն են, չի։ Շատ սիրուն, շատ սիրուն։ Կարմիր գրքում գրանցված Անդրկովկասյան Գորշ արչի կոթոտի պատշաճ խնամ կապավելու հետագա վայրում իրան պահելու են վայրի բնության կենտրոնում, հետո բաց են թողելու արդեն վայրի բնություն։ Որտեվ հիմա մենակ չի կարող ապրել ինքը առանց մորով, գիտի ինչ եղել։ Ոնց է հայտնվել խեղճը, ոնց է չես հասկանում, բայց շատ սիրուն մռութ ունի, հա։ Գնանք առաջ։ Ինչ է մեծանալը տենց են սրանք, բայց որ մեծացան արդեն հեռու մնա հաստատ։ Գյուղատնտեսության լոլիկի հատկապես աճեցման ֆերմերներին կարծես որ դրական լուր ունենք ասելու։ Այսօր ասուլիսի ժամանակ էլ վարչապետը անդրադարձավ այդ թեմային, գիտեք, մեր լոլիկներ չեն առնում ռուսները, բարձվում է 90%-ը մեր լոլիկի յատում է գնում, կատակ բան չի, այսինքն գրեթե ամբողջ են, 10%-ը մեր մոտ է սպառվում, եւ հիմա այս մեր լոլիկից որ ասում են վայ ձեր լոլիկը թթու է, էս այնա, չենք վերցնում, բնականաբար ֆերմերը գյուղացին կանգնել է փաստի առաջ։ Հիմա արգելափակում մցրեցին Հայաստանից, Հայաստան չի ներկրվելու լոլիկի մածուկ նպատակը որպեսզի մեր գործարանները եղած լոլիկը մածուկ սարքեն եւ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն այսօր անդրադարձավ լոլիկի չմթերման եւ ցածր գների վերաբերյալ տարբեր հրապարակումներին նախ ասեց որ ուժի մեջ է մտնում արգելափակումը ոչ մի երկրից դե Պարսկաստանից էին շատ բերում մածուկ շատ էլի փակել են ժամանակավոր եւ մթերումը ակտիվորեն են սկսվելու գրեթե 1 շաբաթ շարունակ լրատվությամբ ներկայացվում է լոլիկը իբր չի մթերվում, մթերման գինն էլ ցածր է 30 դրամ, չնայած այլ հանգամանքների, որ մթերումը դեռ չի մեկնարկել, լոլիկը կմթերվի, իսկ մթերման գինը կլինի առնվազն 40 դրամ, համոզված են, որ որոշ գործարաններ վաղվանից կվերանայեն պայմանագրի կնքումը, իսկ մթերման գործարքը կսկսվի օգոստոսի 3-ից մածուկի արտադրություն զարգտանք մածուկի արտադրության։ Գիտեք ինչն է այդ արքիր թե կառավարությունը ինչքան գոնե առայժմ էլի չգիտեմ վաղը միսօր ինչ կլինի շատ ակտիվորեն հետևում ու մասնակցում այս տնտեսական խնդիրներին հասկանալով որ դա իսկապես կարող է խնդրեմ դառնալ որ այդ հարցերը պիտի հնարավորինս արագ լուծվեն եւ հենց այդ կապակցությամբ Փաշինյանը ուրեմն Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներկրման սահմանափակումների մասին ինչ է ասում ԵԱՏՄ-ի եւ ռուսական շուկայի հետ կապված վիճակը շատերը ճգնաժամ են համարում։ Ես համարում եմ հնարավորություն։ Սա ճգնաժամ չի, սա հնարավորություն է, պատուհան է, որը ինքներս էլ բացել ենք մեր առաջ։ Բռնակները յուղել են եւ հանգիստ բացել են դուռը, պատուհանը եւ օթափողությունը
պետք է հանգիստ կազմակերպել նորմալ։ Ավարտվել է դարաշրջանը, որ մենք չունենք այլընտրանք։ Տես, արդեն բանով է խոսում, ինքնավստահություն կա մեջը։ Մենք ամենտեղ եւ անընդհատ պետք է ունենանք այլընտրանք եւ ինչքան շատ, այդքան լավ։ Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը հնարավորություն ունի որոշում կայացնելու, ամենակարևոր բանն է, այո։ Հա, բա պիտի փոխվի ամեն ինչ, հիմա այդեն սովոր էին, անընդհատ գնում էր միտեղ, հիմա ինչ որ բաներ պիտի փոխվի, բա պիտի դիմանաք, բա ինչ եք ուզում, հա։ Ոչ մեկ չի ասել, որ հեշտ լինելու։ Չէ, բացարձակ հեշտ իհարկե չի լինելու, բայց այս պատմության մեջ տարիներով, տասնամյակներով նույն բանը արել են, եւ հանգարցակցության ամբողջությամբ պիտի փոխվի ձևաչափը եւ այլն, բնականաբար բարդությունների առաջ են կանգնելու, բայց դա է ժամանակա, որ պիտի հասկանանք եւ ընթանանք առաջ։ Արաբական Միացյալ Էմիրությունների մասնագետները հետաքրքրված են Հայաստանի ներկայացրած համագործակցության առաջարկներով, մանավանդ ջրային կոմիտեում, հետաքրքիր է։ Ջրային կոմիտեի նախագահը այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրության դեսպան Նարիման Մուհամմադ Շարիֆ Ալ-Մուլային, իդեպ ասենք, որ Նարիմանը տիկին է, թեպետ դա տղամարդու անուն է տարածված բան, այս բaragայում Նարիման, այո, մենք բարեկամ ունեինք անունը Նարիման էր, տղամարդու անունը, այստեղ կին է, տիկին Նարիմանը։ Ողջունելով դեսպանին, ջրային կոմիտեի նախագահը ներկայացրեց ջրամատակարարման համակարգի զարգացման առաջնահերթությունները եւ ցավով նշեց, որ Վիոլա ջուր ՓԲ-ն սպասարկում է Հայաստանի բնակչության շուրջ 80%-ին եւ ջրի կորուստները 60% են մոտ կազմում։ Այդ ահավոր շատ է, էլի, բոլոր իմաստներով շատ է։ 60% կորցնել ինչ է նշանակում։ Անաստվածություն է լրիվ։ Էն էլ ջուր, հա։ Ամեն բանը այս էմիրատական կողմը ներկայացրեց ջրի վերամշակման, աղի ջրերի աղազերծման, արհեստական բանականության եւ ժամանակակից ռոռոկման տեխնոլոգիաների ոլորտում իրենց երկրի մեծ փորձը, իդեպ ասենք, որ այո, մեծ փորձը, որտեղ անապատ է, բան չի, ջուրը 24 ժամ ջրերով ամեն ձև կա, այդ ցնցուղներից այնպիսի հսկայական նապորը ոնց են ասում հայերեն, ճնշմանտակ, հա, ճնշմանտակ է ջուրը գալիս, որ ասում ես լավ, ես մեր սարերի ձորերի այսքան ջրամբարների մեջ գիշերը ցերեկ ջուրը կտրում են։ Մի խոսքով այս ոլորտում փորձի փոխանակում կլինի, մի տեսակ ներքին համոզմունք ունեմ, կարող է իրանք վերցնեն մեր այս վիոլա ջուրա, մուրա, հանկարծ իրանք վերցնեն տնօրինման, որտեղ գիտեն, որ շատ դժգոհ են, թե կառավարությունը, թե քաղաքացիները, բոլորն էլ դժգոհ են։ Իդեպ Ֆրանսիա, վիոլա ջուրը Ֆրանսիայինն է, այդ ասենք անպայման, եւ զարմանում են, թե ոնց են այսքան վատ աշխատում, ինչի է այսքան վատ եւ ինչու է այսքան մեծ կորուստներով աշխատում, բայց գուցե այս համագործակցությունը որոշակի դրական բաների հանգեցնի, էլի հուսամ, եմ հավատալ։ Մենք աղի ջուր էլ չունենք, որ ասես այդ տեխնոլոգիան մեր ինչին է պետք, մերը եղածը քաղցր է ինչ որ ունենք։ Դե գուցե վերամշակման հետ կապված ինչ որ բանով օգտակար։ Ինչը ուրա ջուր, աղի որ վերամշակ են։ Չէ, աղի ջուրը չէ, այդ կոյուղա ջրերը բանա որ ինչ որ հա, դե բարձա, հա, այդ ամեն ինչը։ Նախ այդ խողովակները ես հասկանում եմ, որ դա հավանաբար շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Այդ ջրամատակարարման այդ խողովակներից ամեծ մասը կորուստ է լինում ջրի, բայց պետք է սկսվի դա վաղ թե ուշ, մի օր պիտի սկսեն էլի այդ ջուրը խնայելը, քանի դեռ ուշ չի։ Այո, իհարկե։ Արարատ ցեմենտը նոր կառավարիչ ունի, հարգելի բարեկամներ, Դավիթ Գևորգյանին նշանակել են Արարատ ցեմենտի կառավարիչ, այս մասին սոցցածում գրել է էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը, հրապարակել են նկարը։ Հիշեցնենք, Պապոյանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում տեղեկացրել էր, որ Արարատ ցեմենտի տնօրենին ինքն է նշանակելու, կառավարումը անցել է էկոնոմիկայի նախարարության տնօրինման տակ եւ տնօրենը էկոնոմիկայի նախարարության աշխատակից է լինելու։ Հրապարակման մեջ նաեւ հրամանն է այստեղ գրած, ստորագրած, ավելի վաղ հայտնել էին, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում գլխավոր դատախազության հիման վրա Արարատ ցեմենտ ընկերությունը հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Նույն հայցով գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության Գագիկ Ծառուկյանից առնվազն 75 անշարժ գույք բռնագանձել, 42 տրանսպորտային միջոց, 38 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև շուրջ 106 միլիարդ դրամի միջոցներ։ 106 միլիարդ դրամը միակ նայեմ քանի դոլար է։ Միլիարդը մոտ բան անում, 4 միլիոն անում, թե ինչ մոտավորապես։ 100
6 միլիարդ դրամը հարցնում եմ մեր բանկի տնօրենին չէ application ունի, որ գրում ես, հաշվում է ավտոմատ, որքան դրամը որքան է անում 300 միլիոն դոլար։ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է նաև ձկնամթերքի որակին, նշելով, որ ինքը վաղուց ձուկ չի ուտում։ Իմիջիալոց ես էլ, բայց ձուկ ասելով նկատի ունեն աճեցրածը։ Ինչքանով են դրանք որակական ստանդարտներին համապատասխանում, պետք չի ամբողջացնել։ Կան արտադրողներ, այո, կան արտադրողներ, որ ոչ, հայտարարել է Փաշինյանը։ Ես օրինակ իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում։ Ես նույնպես, եթե աճեցված է, եթե բան wild cut չի, այսինքն ծովում կամ գելլեջում չի, ես չեմ ուտում։ Որովհետև իմ համար չէ, վարչապետի համար։ Ակնհայտ է, որ այդտեղ խնդիր կա։ Նախ պատահում է անբնական ինչ-որ ճարպերը, հոսում են վրայից ինչ-որ տարօրինակ, ինչ-որ բաներ։ Սրանք հարցեր են, որոնք պետք է անդրադառնանք, եւ մենք, այո, Հայաստանի ներսում սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք։ Ճիշտ է ասում։ Եվ գիտեք ինչ, թվում է այմա լավ ձուկը այլի դե լոլիկա բան, ոչ, սրանք շատ կարևոր հարցեր են, որ ես ուրախ եմ, որ կառավարությունը այդքան ուշադրություն է դարձնում։ Ուրեմն հասկանում են, թե ինչքան էական նշանակություն ունի այս ամեն ինչը երկրի ու ժողովրդի համար։ Հենց սկզբից պետք է դրան հետևել, ֆիքսել, բան անել, ճիշտ է ասում, եթե վատա ձուկա, սա վատա։ Բողոքի գնա հետ գա, բողոքի ակցիա կառավարության դիմաց շատերը ձկնաբույցները, էլի նկատի ունեմ, դժգոհ էին այս հայտարարությունից, ասա փոխանակ աջակցի, հակառակը ասում է սենց է, նենց է, դե իրաց էլ է հասկանալ պետք։ Այդ մակարդակն է, հա։ Այսինքն ուտենք, թույն է ուտենք, թո ասի, թո թույն է ուտենք, ոչ թե ինչ ասել, հա, մերնա չասեն, չփնովենք, էլի, եթե, հա։ Լավ չի, որ այս մակարդակի մեջ է ամեն ինչ, բայց մյուս կողմից պիտի հասկանանք, որ տասնամյակներով այդ մարդիկ վարկեր են վերցրել, սցենար են, եթե հարվածը հասցվում այդ բնակավարին, հա, այդ վարկերի հետ կապված ինչ որ մի ընդառաջ քայլ պիտի արվի, էլի, չէ։ Տրամաբանությունը տենց է։ Որտեղ գիտեք ինչն է կարևորը, թե ինչ մոտեցում ես խնդրին ցույց տալիս, եւ ես իհարկե տնտեսագիտական ոչ կրթություն ունեմ, բայց նկատում եմ, որ հասկացել է կառավարությունը, թե ինչքան էական նշանակություն ունի այդ ամեն մի լոլիկը, բիբարն ու ձուկը, եւ դա շատ կարևոր է։ Ամենա մոտեցումը պիտի ճիշտ լինի, մնացածը ժամանակի խնդիր է, եթե ճիշտ մոտեցումը պահես ցանկացած արծիվելու բնականաբար։ Այսօր տարօրինակ վթար է եղել Երևանում, այս ահավոր երթևեկության մեջ, խայտառակ երթևեկության մեջ բավականին ուժգին կերպով բախվել են ավտոբուսն ու տրոլեյբուսը։ Այն մարդ գնացել եկել հա տենց։ Այսինքն չի որ մարդատարը կամ ինչ որ բան չի, ավտոբուսն ու տրոլեյբուսը 5 մարդ բուժօգնության է դիմել, բան, այսինքն տուժածներ կան, էլի ճանապարհատրանսպորտային պատահար Ռուբինյանց փողոցում այսօր ժամը 3-ի սահմաններում 65 երթուղին սպասարկող ավտոբուսը եւ 4 համարի սպասարկող տրոլեյբուսը բախվել են մեկ-մեկու։ Ըստ նախնական տվյալների ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հանգամանքները պարզվում են, նկարներ ունեմ, սենց դիմացով տրոլեյբուսը հարվածել է ավտոբուսի ետնամասին։ Ոնց չեն պահել, տորմուզն չի եղել, արգելակը չի եղել, չգիտեմ, բայց բավականին հուժկ ու հարված է եղել էնել Ռուբինյանց հատվածը։ Դե օքեյ։ Զգուշ եղեք, բարեկամներ, զգուշ եղեք, հիմա էլ մեզ լսող ռադիոլսողները այս Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները վերջը չի երևում։ Բացարձակ 5 օրյա դադարից հետո Միացյալ Նահանգների զինված ուժերը այս գիշեր 2 ժամ շարունակ հարվածներ են հասցրել Իրանին։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են անում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ թիրախների։ Ըստ տարված հաղորդագրության Միացյալ Նահանգների ուժերի թիրախում մասնավորապես հրամանատարական շտաբեր, հրթիռային եւ դրոնային օբյեկտներ, առափնյա վերահսկողության եւ պաշտպանության ենթակառուցվածքներ եւ ծովային կարողություններ են եղել։
զինվորական կառույցը նշել է նախորդին իրանական ուժերը բալիստիկ հրթիռներով աննակնկալ հարձակում են փորձել իրականացնել մերձավոր արևելքում տեղակայված Միացյալ Նահանգների ուժերի դեմ, շեշտելով, որ իրանական բոլոր հրթիռները վնասազերծվել են։ Իրանական ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ Քեմշ կղզու բնակելի շենքերից մեկին ամերիկյան հարվածը 3 մարդու կյանք է խլել, այդ թվում 1 երեխա է, եւս 2 երեխա հոսպիտալացվել։ Չգիտեմ, ախր գիտեք ինչ, բան ասենք Թրամփի համար կամ այս ղեկավարության ամերիկյան, չէ, նստած են այդ գրասենյակներում, էկրանների վրա հսկա, նայում են իրենց նավերը այստեղ են կանգնած, ինքնաթիռներ են այնտեղ, հրթիռները այս երկրում ունեն, այն երկրում ունեն, գեներալները ասում են, այստեղից կկրակենք, այստեղից նավերը կգան, այստեղից ուղղաթիռներով կարձակվենք, ոնց որ վիդեո խաղ է դառնում, էլի։ Ու մարդիկ մոռանում են, որ այդտեղ մարդիկ են մահանում, անմեղ մարդիկ, երեխաներ են մահանում, կյանքեր են խորտակվում, ամեն ինչը հաշվի չի առնվում, իրանց մոտ լրիվ ուրիշ տեսակի բան է աշխատում, տրամաբանություն, եթե կա էլ ինչ-որ տրամաբանություն, և սարսափելին գիտեք որն է, այս Վիետնամի պատերազմին է գնալով նմանվում, որ 4 տարի ընդեղ մարդ, թե ամերիկացի, թե վիետնամցի զոհվեց ու արդյունքում 0, ոչ մի բան, նստեցին վերջի ուղղաթիռներ ու հետ եկան Միացյալ Նահանգներ, այդքան զոհ բան հանուն ոչինչի, վասն ոչինչի, նույն բանի մա այստեղ է տեղի ունենում, հանուն ոչինչի է այս ամեն ինչը։ Բայց այնտեղ երկրորդ կողմ կար, Վիետնամում գոնե գաղափարական բաներ կար, սովետներ։ Վիետնամում այն էր խնդիրը, որ կոմունիստներն էին ուզում, իրանք ուզում էին չթողնել բանը, բայց ասում եմ, արդյունքում ոչինչ չստացվեց, ոչինչ։ Բացի զոհերից ուրիշ ոչ մի բան չտվեցին։ Միջին կյանքը ամերիկյան զինվորի Վիետնամ 3 օր էր տևում, որ հասնում էր տեղ։ Դու պատկերացրեք։ Բայց եկեք խոստովանենք, որ ժողովրդի քայլերը կարծես էլ նկատելի չեն։ Եթե այն սկզբի ժամանակ ցույց էր, ինչ որ մի process կար, հիմա կամ վախում են, կամ ինչ որ մի բան այն չի, կամ այդ ռմբակոծումներից հետո մի տեսակ հայրենասիրական բան արտնացավ, գուցե իրանց մեջ ասի, օքեյ, լավն են, վատն են, այս մերոնք են, չէ՞։ Դե տեսնենք, հայրենասիրություն, դե ինչ որ հատուկ մի շերտ հասարակության, այո, վախ, մեր ռումբերով բան սենց բանի տակ էլի, բայց ինչ է, տխուր պատմություն է կարճ ասել։ Ուրախ բաներից եկեք խոսենք, վարչապետը նոր մամուլո խոսնակ ունի։ Մեր րոպե, տենց մի ասավ։ Դա սովորական խոսնակ չի, հետո քքվելու պատմությունն է այն բանի, խոսնակ ենք ասել, բաննակարները։ Ես ազնիվ խոսք, ես որ առաջի բանից տեսնեիք, ասեի մոդել է բանի, ու դեմքի արտահայտությունը մի տեսակ, չգիտեմ, մի բանից վախեցնում է այս կնոջ մեջ։ Վախեցնել է, դե վախեցողը թող վախենա, բայց ընդհանրապես այս պաշտոնական, երբ որ հայտարարություն են անում, ասենք Պողոս Պողոսյան, այս ինչ պաշտոնում են նշանակվել, մանավանդ այսպիսի կարևոր հաստիկների մասն է խոսքը, մի տեսակ նկարների հրապարակման մեջ էլ պիտի ինչ-որ ֆորմատ լինի, ձևաչափ լինի, էլի։ Ասենք ինչ որ պասպորտի նկարի պես ես տեղ մոդելային սենց հեսա մի րոպե։ Բայց իմ տեսածը չգիտեմ քոնը որն է, բայց իմ տեսածը տենց բավական բան է, տենց ասեմ բավական վիզեվայշի ոնց կլինի հայերեն գայթակղիչ, կանչող, գերող։ Տենց գայթակղիչ, երևի մի 10% գայթակղիչ բան կա իմ տեսած նկարի, թե հագնվածքը, թե բացվածքը, թե բանը, դեմքի արտահայտությունը։ Եվ շրթերը կարծես ինչ են ասում, ինչ են անում, որ սրսկում են բոտեքս, երևի, հա։ Ես այս նկարն է իմ մոտ, ձեր մոտ որն է։ Մի քիչ թեքի, անկյան տակ։ Չէ, Կոնոր, այս էլ է մոդել։ Այս ավելի բատները։ Այս, հետ ինչ ձև է նստել, հետ ինչ, ախր մամուլի քարտում արպետի լինի։ Հա, մենք տունը մոդել ունենք, հարցրա, նման չէ։ Ծանոթ հա, գանց, որևէ, չէ, հաստատ, օքեյ, չէ, ծանոթ չի։ Այս ազատությանը մի հատ նայ, Ռաֆայել, այս ազատություն բանում կա նկարը, ռակակայանում։ Մի հատ է սենց կա։ Ուրեմն, վարչապետի մամլո
Դե լավ վերջացավ ամեն ինչ վերջ։ Էս 8 տարվա արյուն քրտինքով վաստակած բանը աչքից չմիանան sense որ գնա վարչապետի մամուլի քարտուղար կնշանակվի Մելանիա Հարությունյանը։ Մելանիա անուններ Մելանը վերջ մեկ էլ Մելան ունեցանք վերջ Մելանիա Հարությունյանը կառավարությունում աշխատել է որպես մասնակցային եւ բաց կառավարման հարցերի վարչության խորհրդական կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործունեություն է համակարգել։ Բրավո Ես որ նայում եմ դեմքին դժվար թե ինչ որ բան տենց համակարգի հեշտությամբ կենսագրություն կա ասենք ինչ ոնց Ես մի քիչ ասում եմ Մելանիա Հարությունյանի Facebook-յան էջում նշված է որ նա սովորել է պետական կառավարման ակադեմիայում ինչպես նաև առաջնորդության դպրոցում առաջնորդ դառնալու դպրոց կա հա Հայաստանում Այո, առաջնորդության դպրոցում։ Նազելի Բաղդասարյան հուլիսի 7-ի ընտրությունների արդյունքներով քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով падգամավորական մանդատ է ստացել եւ թողնում է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնը։ Չէ, լավ չի մեր գործերը, Ռաֆայել։ Իսկ ուրանայում Տիկին Աննան, ուրանայում։ Տիկին Աննան չգիտեմ, բայց Մելանիան նայում է պայծառապագամ։ Այդ կրթությունը որ ինքը ունի առաջնորդության դպրոց մենք էլ որ ինչքան հիմար ինստիտուտ կառավարեցինք որտեղ պիտի տային գործերը որտեղ պիտի լինի թե չէ հա ռեժիսուրա բժիշկական չգիտեմ կառավարման ակադեմիա առաջնորդության դպրոց բոլորը առաջնորդ է Հայաստանում բոլորը ուրասն բոլորը առաջնորդն առաջ չեն գնում ուղղակի Դուք շատ ռոմանտիկ եք, պարոն Դերենիկ, ասում է Կարինե Մկրտչյանը։ Դե կներեք Վերջացավ։ Այո, համամիտեմ, Անահիտ Հարությունյանն է այստեղ սմայլիկներով շարունակում, դա լավ, այստեղ հայտ էլի կա։ Ընդմիջվենք գովազդով, հա, հետո գանք, տեսնենք ինչ ունենք օրակարգում էլ ու ամփոփենք մեր զրույցը, հարգելի բարեկամներ, մեր հարգարժան գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են մեր կողքին առանց գործընկերության, գիտեք, հնարավոր չէ, ոչ թե բարդ է, ոչ թե բան, ուղղակի հնարավոր չէ։ Եվ մեր հավատարիմ ռադիոլսողները, ովքեր մեզ հետ են կփաստեն, որ մեր առանձնահատկությունը, անկախությունը եւ ամեն ինչը ապահովում են մեր գործընկերները, այնպես որ ասենք շնորհակալություն, լսենք նրանց ծանոթությունները, վերադառնանք եւ շարունակենք։ Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Music հայերի ամենասիրելի ռադիոկայանը Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Եվ մենք եկանք հարգելի բարեկամներ, բարի օր, բարի լույս, բոլորին ովքեր միացել են մեզ դեմ դիմաց ուղիղ եթեր, այսօր 5 շաբթի է եւ նախավերջին օրն է հուլիս ամսվա, օլալա հուլիսը եւս ավարտվեց, ամառը ավարտ։ Հարց ունեմ, հարց, Ռաֆայել, ուղղում եմ քեզ եւ մեր բոլոր ռադիո լսողներին։ Ամենամեծ քյաբաբը որ կերել եք ինչքան ա եղել։ Ես քյաբաբ չեմ ուտում ընդհանրապես, աղացած միս չեմ ուտում։ Տեսել Չգիտեմ։ Հələ նայեք ինչ վերնագիր է։ Ապա 3 մետրանոց քյաբաբ ստորակետ, համերգային ծրագիր եւ մրցույթ Հայաստանում կանցկացվի խորովածի համահայկական 13-րդ պարոն։ Վերջացավ։ Նկար 3 մետրանոց քյաբաբին։ 3 մետրանոց քյաբաբ։ 3 մետրանոց քյաբաբ, շատ լավ։ Ֆերկված։ Նկարը կա, հա, հրապարակել են։ Նկարը կա։ Հավատալու բան չի, էլի, այսքան երջանկություն մի տեղ այմ արդյոք։ Ես էլի երջանկությունը լավ է, թող գան ուտեն խմեն բան, բայց այս որ կանչում են Գինեսի գիր, բան, աշխարհի երկար քյաբաբը, այ մարդ մի քիչ անելու բան չեք անում, էլի անելու բան չեք անում։ 5 տարվա ընդմիջումից հետո փառատոնն այս տարի կկայանա օգոստոսի 1-ին Ստեփանավան քաղաքի Ալիա թաղամասում։ Ապրեք։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման նախագահ, այ մարդ, սենց բան ունենք մենք, հա? Սեթրակը։ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ նախագահ Սեթրակ Մամուլյանը եւ փառատոնի կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանը ներկայացրել են փառատոնի սպասող միջոցառումները, նորությունները։
տարիներ առաջ մի 7-8 տարի նոր էինք ռադիոն սկսել, կհիշեք մի անգամ Տոլմայից խոսացինք, որ ով նա, ինչն է, ոնց է, բան, բա պարոն Մամուլյանը բա դուրս եկավ Facebook, գրեց ինձ, բան, այդ ինչեր եք խոսում, բան, տեղից գիտեմ իրան։ Առաջի անգամ մեր ծանոթությունը, այն որ հիշում եք, հիշեցի, Տոլմայից էինք խոսում, ասում ենք, այ մարդը Տոլմայը հայրացը կաղան, բա մեջ է միսա, թե հիմա որտեղից է, հիմա պիլիմենին, խինկալին, դամպլինգսը, հիմա Հաջորդը պետքա վերմիշելով փլավի բառատուն հասկացնել։ Ուզում ասեմ, տեղից եմ հիշում այդ պատմությունը, դրա համար էս խոհարարական խաշած կարտոֆիլ։ Ես ուտելուն կողմ եմ, լավ սնվել, սիրում եմ, ինչպես ցանկացած նորմալ մարդ, բայց այս մեծ այս փառատոնները, որ ավելորդ բաներ ա դառնում մեջը, մենք են առանց ամաչելու մի անգամ էլ դրա մասին խոսեցի եթերում, էլի այդ ասոցիացիայից, ես հիմով անունը չեմ էլ հիշում ով էր, պատմում էր Խաշլամայի հին հայկական ծագումը, խաշել բառից, թե ինչպես էր լոլիկը ճմռում, բան, իբր արտավազդ, եսի միշտ տենց բիբարով, բանով, կարտոֆիլով բաներ սարքում, բան, առանց ամաչելու, որ այդ բանջարեղենները Քրիստոֆոր Կոլոմբոսը բացահայտեց Ամերիկայում եւ մինչեւ 1492 թիվը այդ ոչ լոլիկը, ոչ կարտոֆիլը մարդկությանը հասանելի չէին, հայտնի չէին։ Եվրոպայի կարտոֆիլի համար հատուկ ստուգում էին նավերը, որ իրենց այդ հանկարծ կարտոֆիլ չտանեն Եվրոպա, հասկանում եք, իդեպ հետո Եվրոպան փրկվեց սովամահությունից կարտոֆիլի պատճառով։ Հանճարեղ ինչա, բանջարեղենա թե ինչա, ես չգիտեմ, հանճարաբոստանային գրեթե ամենտեղ աճում է։ Չավառում մեր, որ ոչինչ չի աճում, կարտոֆիլին բան ծաղկում է։ Կարտոֆիլի հայրենիք։ Ամենտեղ աճում է եւ բոլորը կարող են ուտել մեծից փոքր եւ էժանա, շատ էժանա հարաբերական բանով, էլի դրա համար փրկվեցին, Փրկվեցին բոլորը, այստեղ վերնագիր տեսա, որպես ամփոփում հետաքրքիր կարծում եմ կլինի, ինչու են հղի բրազիլուհիները հաստատվում Բելգիայում, իսկ ծննդաբերում Իսպանիայում։ Այ քեզ Ես վերջի անգամ որ հղի էի Բելգիայում գնացել։ Այ քեզ վերնագիր։ Առողջապահական համաշխարհային կազմակերպության հոդվածն է, որը հայերենա թարգմանված, ինչու են հղի բրազիլուհիները հաստատվում Բելգիայում, ապա ծննդաբերում Իսպանիայում։ Վերջին տարիներին գրանցված մի միտում է Իսպանիայում նկատվում, իրավապահներն ու իշխանությունները ուշադրություն են հրավիրում խնդրի վրա։ Բրազիլիացի հղի կանայք նախ հաստատվում են Բելգիայում, ապա ծննդաբերում Իսպանիայում։ Իսպանիայի Կաստիլիա եւ Լեոն շրջանի Բելգիայից ժամանած մի քանի բրազիլիացի կանայք ըստ տեղեկությունների համասարանական հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում են ներկայացվել ծննդության ժամկետը ճշտելու համար եւ իրավունք ստանալու այդտեղ ծննդաբերելու։ Հիվանդանոցի ուշադրությունը գրավել է կրկնվող օրինաչափությունը պարբերաբար տասնյակ կանանց մոտ։ Առաջին բրազիլիացի կինը, ով պատրաստվում էր ծննդաբերել, երբ նրանից խնդրում են փաստաթղթերը, նա ըստ տեղեկությունների նշում է, որ Իսպանիայի մի հատ քաղաքի անունը տալիս, Իսպանիայի հյուսիսում գտնվող մի հասցե է եւ բացատրել է, որ եկել է Բելգիայից, որտեղ նախածննդյան խնամք է ստացել։ Բելգիայի դաշնային դատախազությունը հայտնում է, որ նախկինում տեղյակ չի եղել նման հնարավորության մասին, պարզվում է, որ Բրազիլիայի իշխանությունները բան են ֆինանս են խոստանում նրանց համար, ովքեր Եվրոպայում կծննդաբերեն։ Դատախազության մարդկանց տրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի տվյալների համապատասխան դա դիտարկում է որպես տրաֆիկինգ եւ մարդկանց ստիպում են լքել երկիրը եւ ծննդաբերել եվրոպական երկրում։ Ըստ տեղեկությունների բելգիացի քննիչները տեղյակ են Իսպանիայում նման ավելի քան 100 դեպքերի մասին, նախաքննությունը շարունակվում է։ Հետաքրքիր է, մի հարց ինձ հետաքրքիր է, Իսպանիայում որ երեխան ծնվում է, քաղաքացիություն ստանում է, թե չի ստանում։ Ենթադրում ենք, այո։ Եթե ստանում է, այլ ինչ հարցերը լուծվեց, էլի արդեն պարզ է ինչա կատարվում։ Եվ Բրազիլիայի վիճակն էլ հաշվի առնելով առանձնապես ահավոր է վիճակ չի։ Տնտեսությունը, Իմ ոչ գիտակից կյանքս ես ինչքան բան եմ արել, այնտեղ տնտեսությունը մեծ խնդիրներ ա եղել։ Թափառող մենք շներ ունենք, չէ՞, թափառող անտեր, այնտեղ երեխաներ կան այդպեսի, որ սարսափելի փողոցներում են ապրում, փոքրահասակ երեխաներ այդ բաներով, գանգերով, էլի հարձակումներ, այն Մի ֆիլմ կա, որ լուկերի մեջ են ապրում, է դիտահորերի մեջ, գետնահորերի մեջ, գազանիկներ են դարձել, էլի։
Ոնց ավարտենք եթերը, ինչ մի լավ լուր կա, մի հատ վերնագրերն եմ։ Լավ լուրը Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ Քնչարից եւ ոստիկանությամբ տեղափոխվեց Կալանավայր։ Այո։ Եվ ինչ ասում այդ մասի վարչապետը, արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։ Բայց վարչապետն ասա թե չէ ինքը ասեց դուրս գալուց կարծեմ։ Ինքն էր, ես ինչքան հասկացա, ինքը ասեց։ Իրոք հետավանալ տեղափոխվել են Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվեց, չի ասում այստեղ 4 շաբաթ չգիտեմ։ Այսօր Գյումրիում էր ձերբակալվել է Հայաստան Դաշինքի շտաբի պատասխանատուներից մեկը, այսինքն դեռ այդ թեմաները շարունակվում են։ Բայց ինչ հետաքրքիր է, չէ իմանայք, այս ասացվածքը արդարություն հիվանդանում, բայց չի մեռնում։ Տարբեր մարդիկ կարող են ասել ու տարբեր իմաստ է ստանում, ինքը մնում է մեջտեղում, էլի։ Ծառուկյանն էլ կարող է դա ասել, բան էլ կարող է դա ասել, որ բոլորն էլ Հայաստանում կարող են ասել մեծ հաշվով։ Մանավանդ այն 190 տուն ունեցողները։ Հա, այս ինչ արդարություն է, մարդ, ոնց եմ ես հիմա ապրելու 4-5 բնակարանի մեջ ընդհանրապես։ Ախր շատ մեծ խոսած պարոն Ծառուկյանը, շատ վերջում։ Գիտեք ինչ, այդ բանկ ասում է օծի սատկել է, որ գալիս պարկում է փողոցի մեջտեղում։ Հիմա այտենց արեց ինքը ոնց որ էլի։ Այ մարդ, այդքան փող ունես, այդքան բաներ ունես, այդ պալատներ ունես, գազանանոցներ ունես, փասյաններ եւ կոկորտիլոսներ ունես, էլ ինչ ես ուզում դրանից ավել, այ մարդ։ Չէ, որ չէ, պետք է անպայման վիզա դնի դանակ, էդ է խնդրի, ասելու բաներ կա։ Մնացած մասը անցկացրու բանտում։ Պետք է վարչապետին ասում, պետք է գցեմ վանդակը արու առյուծի մոտ, այսինքն բաներ կա, որ այդ կարմիր գծեր կա, ժողովուրդ ջան, ուզում ես եղի, բաներ կա, որ իշխանությունը պես բան ունի։ Կարաս լինես ընդդիմախոս, այդ շատ լավ է ընդդիմություն լինել է, ընդդիմություն եղեք, առողջ ընդդիմություն եղեք, բայց որոշ բաներ կա ասելու, որ ցանկացած իշխանություն, կգա հետևիցդ, ինչքան էլ փափուկ լինեն, էս լինեն, այն լինեն, կգան հաս։ Մանավանդ որ գիտես այդքան բաներ ունես, խոցելի տեղեր ունես, էլի, ֆինանսապես էս, այն ինչեր ես արել, ինքն էլ խոմ գիտի ինչ է արել։ Գոնե խսուս մնա, էլի, չէ, խնդրեմ, համեցեք։ Գիտեք ինչ է, այն օրը բան էի մի հատ նայում, հետարքիր բան, մի նախադասություն ասեց, կին էր մի հատ, հոգեբան էր։ Ասում է, էգոն, որ սկսեցիր կերակրել քո էգոն, դա վերջ չունի, ասում է։ Շատ հետարքիր բան է ասում, որ ընկար քո էգոն կերակրելու, չի կշտանալու է, հա, վերջ չունի դա։ Եվ պատմությունը դա շատ ցույց է տվել շատ բաներում, էլի։ Օրինակ մեր պարոն Թրամփը, այմարդ ժամանակ չունենք, չէ, ափսոս։ Այդ FIFA-ն ուզում է առնի կարճ ասած։ FIFA-ն, ֆուտբոլի ֆեդերացիան, եւ ում անունով իր Փեսայի եղբոր անունով են Քուշների անունով։ Ահա որ մի բան է, ահա որ։ Նա։ Կառնի, որ մտքին դրել է։ Կա հոդվածը ձեռքի տակ, հա։ Այո։ Ուրեմն եւ դրան պատասխանել է բանը։ Մեծ Բրիտանիայի էս կարդամ, նորաթուխ վարչապետ Բըրհեմը այս մասին ասել է. «Թույլ տվեք լիովին պարզ լինել։ Ֆուտբոլը չի պատկանում ներդրողներին։ Այն պատկանում է մարդկանց, երկրպագուներին։ Աշխարհի առաջնությունը ապրանք չէ, այն համաշխարհային սպորտի ամենամեծ մրցաշարն է եւ այն երբեք ոչ մեկին չի պատկանել եւ այն չի կարող վաճառվել։ Ֆուտբոլը պատկանում է երկրպագուներին, այն միշտ եղել է եւ միշտ էլ կմնա մերը»։ Դե FIFA-ն ոչ մեկին է, չի։ FIFA-ն նա։ Հա, FIFA-ն, հիմա ուզում է դառնա ամերիկյան, հա։ Հիմա, ուրեմն FIFA-ի նախագահ Ջո Ինֆանտինո նախատեսում է աշխարհի առաջնության բաժնեմասը վաճառել մասնավոր ներդնողների։ օքեյ։ Ծրագրով նախատեսում է ստեղծել մի ընկերություն, որը կկառավարի FIFA-ի տղամարդկանց եւ անգամ կանանց առաջատար մրցաշարը, աշխարհի առաջնությունը եւ ակումբային աշխարհի առաջնությունը։ FIFA-ն հաստատել է, որ ներդրումային խումբը կղեկավարի Քուշների, Դոնալդ Թրամփի Փեսայի, Ջարեդ Քուշների կրծեր եղբոր կողմից։ Պատկերացնում ես, ախր ինքը ֆուտբոլից գաղափար չուներ, հիմա էլ չունի, բայց մեկ էլ տեսավ, որ մեծ փողեր կան այստեղ, հանկարծ հասկացավ եւ մեծ ուշադրության կենտրոն է, ոնց կարող է դա բաց թողնել նման մի բան, օքեյ, ես էլ տալիս ենք Պեսոս ախպորը։ Այն ինչից փախանք Հայաստանում, հա։ Այս դերից էլի դոմինանտ էս բաներից վիճակներից, հա։ Ինչ են
օլիգարխներից, հա։ Դիմա Ամերիկան է այդ ճանապարհով գնում, լրիվ օլիգարխիա է դառնում։ Ինչ ուզում անում է մարդը։ Ֆուտբոլը փողա բերում, ֆուտբոլը մերն է։ Վերջացավ։ Դե Ձեզ մինչ երկուշաբթի ասում ենք ցտեսություն։ Այո, սիրելիներ, հանդիպում ենք օգոստոսն է, չի լինելու արդեն։ Արդեն, հա, այսօր 35, հա, վաղը 31-ը, 1 2 3 օգոստոսի 2-ն է լինելու մի վարքյան ստուգենք Monday օգոստոսի 3 դե մինչ օգոստոս տերենիկ մինչ օգոստոս լավ այո ցտեսություն սիրելիներ լավ եղեք